Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի արազատներ, բարիլույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Աստուծո փառք եւ գոհություն, որ այս ամբողջ շաբաթը սիրելիներ հայրենի մեր դան մեջ հայրենի գարոտն է, որ գծծեմ հոգիս մեջ։ Ավասիկ ճիշտ այստեղ գտեսնեք բիբլիական լերը, Արարատ լերը, մեր սուրբ լերը, որում վրա հանգեցավ Նոյան դաբանը։ Ամեն անգամ սիրելիներ, երբ Աստվածաշունչը գընթերցեմ, ամեն օր նույն ընթերցված բաժինը, որ 1000 անգամ ընթերցած եմ, հանգարց լուսավորությամբ նոր բանը գսորվիմ, նոր բանի գանտրատարնամ։ Գրքին անգամ երբ գգարտայի սիրելիներ ծննդոց քրքի 6-րդ գլուխը Աստված Նոյին բադվեր դվավ, որ դաբան մշին է, նավակ մշին է։ Եվ Աստված ամեն մանրամասնություն դվավ Նոյին, թե ինչ տեսակ փայդե պետք է շիներ, թե ինչպես ցույթով պետք է ձեպեր։ Նոյի նույնիսկ դվավ սիրելիներ չափերը, լայնքը, երկայնքը, բարձրությունը։ Գարտացեք ծննդոց գրքի 6-րդ գլխու 14-ին մինչև 16 համարները։ Դեսեք ինչ կսես սիրելիներ Աստված։ Արթուն քեզի խիժապեր փայդե դաբան մշին է, այսինքն նոջի ծարեն։ Դաբանի մեջ խորշեր շինե եւ զանիգա ներսեն ու դուրսեն ցույթով ձեպե։ Եվ այս ծևով շինես զանիգա։ Դաբանին երկայնությունը 300 գանքուն, լայնությունը 50 գանքուն եւ բարձրությունը 30 գանքուն լա։ Դաբանին լուսամուտ շինես ու զանիգա 1 գանքունի չափով լմնցնես վերեն եւ դաբանին թուրը 1 կողմեն տնես ներքնադունով, միջնադունով ու վերնադունով շինես զանիգա։ Այսքան է սիրելիներ դաբանին շինության բացադրությունը։ Սակայն փամը որ զիս ցնցեց, գիտեք ինչներ սիրելիներ, այն որ Աստված Նոյին երբեք չսավ, որ այդ դաբանին համար ռեգ մշին է։ Այդ դաբանը, Նոյի դաբանը ոչ ռեգ ուներ եւ ոչ ալ մեխանիզմ ուներ, կորձիկներ ուներ, որ մեքենա ուներ, որ մղեր առաջ կամ Նոյը իր ուզած ուղությամբ քշեր դաբանը։ Ինչու՞։ Որովհետև Աստված ուզեց Նոյին սորվեցնել, թաստիարակել, որ ինք այդ դաբանին մեջ բարձաբես անցորդ է եւ ոչ թե ղեկավար։ Սիրելի քույրեր, եղբայրներ, այսօր մարդկությունը ինչ որ սարքե ղեկ կտնե, որբեսի իր ուզած դեղը առաջնորդե իր ինքնաշարժը, օդանավը, նավը կամ ովև մեկ սիրելիներ կորձիկ։ Բայց Նոյան դաբանը ղեկ չուներ։ Ինչու՞։ Որովհետև Աստված էր ղեկավարը։ Աստված է, որ Նոյը առաջնորդեց եւ դաբանը հանգեցուց Արարատ լերան վրա։ Սիրելի քույրեր, եղբայրներ, ամեն մեկս խորտացենք այս մասին եւ անդրադառնանք։ Մենք ալ այս կյանքին մեջ դաբանի մեջ կգտնվենք։ Մեր կյանքը ժամանակավոր է։ Մենք այս կյանքի մեջ ղեկավարներ չենք եւ ոչ ոք ղեկավար պիտի ըլլա։ Այս կյանքեն մեզ առաջնորդող ղեկավարողը Տերն է։ Եվ որ մեր կյանքի նավակը իրեն կվստահենք, Տերը սիրելիներ խաղաղ նավահանգիստ կառաջնորդե մեր կյանքի նավը։ Ինչպես որ Ալեգոտ զովում վրա, երբ աշակերտները դակնու վրա էին եւ Հիսուս քալելով շուրերուն վրայեն անոնցկով եկավ, երբ նավ բարձացավ, գսվի նավակը նավահանգիստ հասավ։ Ոչ թե աշակերտներ հասցուցին, այլ Տերը։ Վստահինք Տիրոջ սիրելիներ մեր կյանքի նավակը։ Վստահինք
եւ ասենք որ դեր դու ես իմ կյանքի ղեգս դու առաջնորդ է ինձի Տեսեք Արագած գրքի 3-րդ գլխու 5 եւ 6 համարներու մեջ ինչ կսե Արագողը Քու բոլոր սրդովդ դիրոջ աբավին է եւ քու իմաստությանդ մի վստահիր քու ամեն ջամփաներուդ մեջ զանիգա ջանցիր ու անիգա քու շավիղներդ բիդի ուղե քու իմաստությանդ մի վստահիր ամբողջ կյանքիդ մեջ անոր վստահե եւ անիգա քու շավիղներդ ջամփաներդ բիդի ուղե Երանի թե մեր ազգի ղեկավարները սիրելներ արթնան հոգևոր եւ աշխարհիկ ղեկավարները որ որքանալ փորձեն ամեն մեկը իր ղեկով մեր ազգի նավակը իր ուղությամբ դանիլ մեր ազգի նավակը պիտի քանթվի իսկ եթե սիրելիներ նոյի նման վստահին դիրոջ խոնարին դիրոջ դիմաց աղոթքով զոմաբաությամբ խոնարումով դիրոջ վստահին դերը մեր ազգի նավակը պիտի առաջնորդի դեպի խաղաղ նավահանգիստ եկեք սիրելիներ մենքալ ընտանիքի հայրեր ընտանիքի մայրեր Ձեր ընտանեկան կյանքի նավը թե ձեր անձնական կյանքի նավը դիրոջ վստահեցեք իսկ ինչպես կարելի է դիրոջ վստահիլ երբ որ դիրոջ բադվիրաններուն մեջ ենք ընթանանք երբ որ դիրոջ խոսքերը կկործադրենք երբ որ դիրոջ կվստահենք սիրելիներ նույնիսկ կյանքի մեջ նեղությունները լան ինչպես որ նոյի կյանքի մեջ հսկա չրեղեղ եղավ սակայն նոյը չվախցավ ապավինեցավ դիրոջ հագարականոր որ իր սարկած նավակը դաբանը հսկա չուներղեք բայց քանի որ դեր եղավ ղեկը եւ նավանկիստ հասավ Աստված ցեզ արադաբես տողորտնե բարի եւ օրտնյալ օր ձեր բոլորին